Սիրելի ժողովուրդ հայոց, մենք հիմա Մեթեորայի Վարլաամ վանքն ենք։ Հիմա ցեզի կբացատրեմ ով էր Վարլաամը, բայց այս եկեղեցին վանքը նվիրված է ամենայն սրբոց։ Վարլաամը ինքը ճգնավոր մներ, որ 1350 թվականին այստեղ եկավ եւ առաջինն էր, որ այս ժայռին վրա բարձրացավ։ Եվ այստեղը ուզեց վանք շինել։ Անշուշտ այս մեծ հսկա տարածքը, որ կտեսնեք, համալիրը ամբողջ վանական, ինքը չէ սարքած, այլ ինքը ճիշտ այստեղը սարքած է բզիկ եկեղեցիմը փայդ է, դախտակ է, բայց գիտեք, որ դժբախտաբար փայդը շուտ կայրի եւ այդ եկեղեցին, հին եկեղեցին այրեցավ։ Հիմա ես ինչ որ կտեսնեք այստեղ, ասենք մուտքն է, հյուրընկալության մուտքն է, այս թուրեն անտին գտնվին վանականներ, թիվով 9 հոգի 9 վանականներ գաբրին այս վանքի մեջը, որոնց մեջ 4-ը վանականներեն 4-ը ուրեմն գրոնական գարկունին, քահանայության գարկունին բادرակ կնեն, ինչու կսեմ 4-ը, որովհետև պետք է որ վանականները գույս ըլլան, գուսության կյանք ապրին եւ այդ 4-ը փոքր տարիքեն եկած են, պատանեկութերեն վանք եկած են, իսկ մնացյալները մեծ տարիքի, ադոր համար միայն 4 ունին վանական ուրեմն գարկ եւ իրենք կնան բادرակ կնել։ Այս երկու ուրեմն վանականերու պատկերները որ կտեսնեք Դեր Հիսուս Քրիստոս ուրեմն իրենց մեջտեղը, այս երկու վանականները սիրելի դեր իրենք ինչ են։ Ցեզի բացմեմ իրենց մասին, այստեղը կոնե կտեսնեք։ Ուրեմն Թեոֆանիս, Սուրբ Թեոֆանիսն է, երկու եղբայր են ասոնք, եւ ասիգա Նեկտարիոս, Սուրբ Նեկտարիոսը չէ ասիգա, ասոնք սիրելիներ մոտավորապես 16-րդ դարուն իրենք երբ որ եկան այստեղ երկու եղբայրները եւ վանական կյանքով ուզեցին ապրիլ, այստեղը թուրքերը արդեն դիրապետած էին այս շրջանի մեջ, ուզեցին վանական կյանքը ապրիլ սիրելիներ։ Ուրեմն խնդրեցին, ուզեցին գաշարել թուրքերուն գաշարել, որպեսզի կարողանան վանքը սարքեն։ Թուրքերը ասին, տեսեք, գրնակ սարքել, տրամները արդերը վերջը, թուրքին համար կարևորը տրամներ, գրնակ սարքել, բայց միայն իրավունք ունիք սարքելու 40 օրվա մեջը, որ եկեղեցին սարքեն 40 օրվա մեջը։ Այս ներսը եկեղեցին է սիրելներ, որ արգիլված է ներսը նկարել, ադորամար թուրսեն կնկարեմ, ուրեմն ասին միայն 40 օրվա մեջ գրնակ սարքել եկեղեցին, եւ այս երկու եղբայրները, գիտեք ինչ էին, այս երկու եղբայրները 26 օրվա մեջը եկեղեցին սարքեցին, անշուշտ ոչ սիրելիներ նկարներով, այլ ուղղակի որպես գառույց սարքեցին, եւ ուրեմն ինչ պատահեցավ, 26 օրվա մեջը սարքեցին այս ամբողջ եկեղեցին, վերջը արվեստագետ եկավ եւ նկարեց ամբողջությամբ ներսը, եւ այս երկու եղբայրները որոնց մասին արդեն ցեզի խոսեցա, անոնք ապրեցան այստեղը եւ իրենց ցերքերը որպես մասունք ամփոփ մնացած են, այսինքն չեն փդած եւ եկեղեցվո մեջ կգտնվի, մենք հավատացյալներով ներս մտանք եւ տեսանք։ Նաեւ ասեմ սիրելներ, որ վանքի ուրեմն այս ամբողջ ունեցվածքը կամ մատերիալը նյութերը ուրգե պետք է բերեին, որպեսզի կարողանային այս վանքը սարքել, քարերը եւ այլն։ Երևակայեցեք, որ 30 տարի այս երկու եղբայրները ամեն օր ներքևեն սիրելիներ ապրանքներ կբերեին, ամեն օր 30 տարի, եւ 30 տարի վերջն էր, որ 26 օրվա մեջը այս եկեղեցին իրենք սարքեցին։ Այս ներսը սիրելներ վանական համալիր է եւ վանական համալիրին մեջը ուրեմն պատկերներ ամբողջ Հիսուսի կյանքի պատկերները կան եւ նաեւ բادرակ է որ դերի գունենա։
Հավասիկ ասի եկեղեցին է ամբողջությամբ կծակրված տեսեք ինչ սկանչելի բնություն կա ուրեմն այստեղը նաև ցեզի ցույց տամ վանականները գաբրին այս վանքին ճիշտ յետևի գոմը ուր մարդիկ բացարձակ կերպով արգելված են որ մտնեն այստեղը քերեզմանոց է 2022-ին է որ այս քերեզմանոցը ուրեմն սարքված է որովհետև հիշադակով այն վանականներուն որոնք այստեղը շատ կսիրեն այստեղ են տիդել վանքը եւ իրենց բաղցանքը փափակ եղած է որ այստեղ տաղվին ավասիկ սիրելներ այստեղ տաղված են այլապես վանականները այս եկեղեցին անտին այս բարիսպեն անտին ուրեմն իրենց անձնական քերեզման ունին այստեղ կգտնվի դագարը 500 դարվան դագար է սիրելներ բայց այս դագարը քինի դագար չէ տեսեք որքան մեծ է բայց ասեմ որ այս դագարը քինի դագար չէ այլ այս դագարը ճուրի դագար եղած է որտեվ երևակայեցեք որ 500 տարի առաջ այստեղը երբեք ճուր չկար հետևաբար վանականները այսպիսի դագարներ ստեղծած էին այս դագարի դախտակը մայրիի դախտակ է այստեղի շրջանի մայրին է եւ այս մայրի դագարներով շինած էին դագարներ ու անցրևին ճուրը գավակեին 12000 լիտր ճուր գարն է այս դագարի մեջ սիրելիներ դեսեք մինչև այսօր այս դագարը կա անշուշտ չի կործածվիր որովհետև այստեղը ջամփաները բաց չէին սիրելիներ այլ ջամփա գոյություն չուներ մինչև 1922 թվականը այստեղը միայն ուրեմն վանականներ գաբրեին միայն վանականներ ջկնավորներ միայնագյացներ եւ գաբրեին սիրելիներ բարանով գիչեցնեին գահանեին իրենց ապրանքները ուրեմն այս ինչ որ գտեսնեք այստեղ տեսեք սկանչելի այս բանը գտեսնեք գիտեք ինչ է ուրեմն վանականները բարանը վարգիչեցնեին եւ բարանով սիրելներ ապրանքները վեր կփարսացնեին ահա տեսեք 70 մետր բարձրություն կա այստեղն էր որ բոլոր իրենց ապրանքները կփարսացնեին եւ այս ուրգանը որ գտեսնեք ուրգանը գնեդեին ներքև ուրգանի մեջ ապրանքները գավակեին եւ այստեղեն մեկը գհրեր սիրելներ եւ այս բարանով ապրանքը վեր կփարսացնեին ոչ միայն ապրանքը այլ նաեւ վանականները իրենք մեկը երբ որ դիլիչներ ներքև ուրիշ աստիճան գոյություն չներ աստիճանը որ փարսացանք 120 աստիճան 1920 թվականին վերջն է որ ուրեմն սարքվեցավ ինչպես էսի հետևաբար վարգիչն էին այս բարանով եւ ինքզինքը վանականը ինքզինքը այս նեթին մեջը գտներ ուրգանի մեջ գտներ եւ վարգիչներ որբեսի վարը մշակում կատարեին ապրանք բերեին եւ ելեին այսօր սիրելիներ Բաշտոնյաները եւ վանականները որբեսի աստիճանը չկործածեն իրենց համար հadoop տեսեք գանկարը նախասիգա իրենց բաշտոնյաները իրենց ուրեմն ավտոները օտոները ինքնաշարժները գշարեն եւ վերջը բզդիկ ուրեմն տելեֆերիկ մը սարկածեն ջոբանուղի մը սարկածեն որ քեյբլով այստեղեն գուքան եւ գփարսնան մինչեւ տեսեք բարանը արդեն մինչեւ վանք հadoop միայն վանականներու եւ պաշտոնեության համար է ինչու գսեմ պաշտոնեություն որովհետեւ սիրելիներ բացարձակ կերպով քիչ է թիվը վանականներուն հետեւաբար վանականները ընդհանրապես մարդոց չեն երևիր պաշտոնյաներ վարձված են որ իրենք է որ ամեն աշխատանքը կգադարեն նախապես սիրելիներ երբ որ այստեղ վանականները եկավ առաջին վանքը որ հաստատվեցավ այս վանքն էր մեթեորայի մեծ վանք որ կգոչվի այնտեղը սիրելիներ 300 աստիճան պետք է բարձրանալ եւ 300 աստիճան պետք է յետ իջնել նախապես վանականները 11-րդ դարին սկսյալ այս ժայռերու մեջ կապրեին ժայռապոր ուրեմն քարայրներու մեջ կապրեին հետո 1340 թվականին Աթանասիոսը վանական մներ որ Սուրբ Աթոս լերեն եկավ այստեղը առաջին անգամ ուրեմն վանք սարքեց որ մեթեորայի մեծ վանքն է սիրելիներ հա թիմացնիդ գտեսնեք ժամեր կամ վանքերու ամեն անգամ գարելի չէ մտնել
բայց անպայմանորեն մեթեորան սիրելներ բացառիկ վայր է, որբեսի հոգևոր այցելություն ունակ։ Այս նույն վայրը այսօր բահված է, անշուշտ այսօր ոչ թե բարանով գքաշեն ապրանքները, այլ էլեկտրական դեսեք կեյբլ կա, էլեկտրական բանով ապրանքը մինչև այսօր գիչեցնեն սիրելներ էլեկտրականությամբ եւ ապրանքները գքաշեն, որովհետեւ ուրիշ ցև չկա, եւ որ ոյմեք սենք ծաղիկներ եւ այլն պիտի բանանեն, կամ ճուր, կամ ուտելիք այդտեղ են գքաշեն։ Ահավասիկ ուզեցի ցեզի ներկայացնել այս սկանչելի վանական համալիրը։ Ասիկա զանգակ է սիրելներ, դախտագե զանգակներ են։ Վանականները անշուշտ ունին իրենց մադուրը ներսը, իրենց աղոտները գնեն անձնական։ Այս վանքը իվրևագայեցեք, որ այդ հին ժամանակեն սկսյալ 1360 թվականին սկսյալ ահավասիկ սիրելներ այստեղը կան։ Աստվածամոր պատկերն է եւ ես կուզեմ սիրելներ դարձյալ ցել փորորին անունով մոմ վարել եւ աղոտ փաշացնել, որ դերը մեր բոլորի աղոտները լսե եւ հավիտենական կյանքին արժանի դարձնե։ Անուն Հոր եւ Որդվո եւ Հոգու Սրբո ամեն։ Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, Եկեսի արքայություն քո, Եղիցին գամքո, որպես հերգինս է դեգրի, ցած մեր հանաբազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողոմք մեր օծպարտաբանած եւ մի դանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարեն, զիքո արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ավդենից ամեն։ Ով Հիսուս հայրիկ ամենափրկիչ, ողորմե մեզի եւ մեր բոլորին աղոտներ լսե դեր եւ նաեւ դեր անոնք որոնք ունգընտրեն հիմա իրենց աղոտներն լսե, իրենց ընտանիքներում մեջ սեր, խաղաղություն թողլա, օրհնություն թողլա, օրհնե մեր հայրենիքը, օրհնե մեր ժողովուրդը, մեր pedagogiությունը, մեր ազգը, մեր եկեղեցին, մեր կերևարված սավակները դուն թարնան, մեր ննչած նահատակ սավակները հավիտենական կյանքին արժանի ելան, որովհետեւ միշտ փառավորենք ամենասուրբ անունդ։ Ողորմած Աստված էստուն, օրհնյալ էստուն, փառավորյալ էստուն։ Հավիտյան է մինչև հավիտյան փառավորյալես։ Անվան Հոր եւ Որդվո եւ Հոգու Սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Ահա սիրելներ, ցեզի ներկայացուցի վանքի համալիրը ամբողջությամբ հույսով Պորտուգալ վայելեցիք, ուզեցի որ ճիշտ է որ անոնք որոնք ուխտի եկած են շատ սկանչելի հոգևոր մտնոլորտի մեջ ուրեմն մտնոլորտ ապրեցան, որովհետև մենք վանքի մեջը բազմաթիվ աղոտներ էինք եւ նաեւ եկեղեցվո մեջ, բայց ահա սիրելիներ այստեղ մենք օրտոտյան կյանքով ապրեցանք, բայց ուզեցի որ նաև դուք այս բոլորը տեսնեք, դիտեք եւ մասնակից դառնաք մեր հոգևոր ուխտակնացության եւ կյանքին։ Անոնք որոնք կփափակին հաջորդող ուխտակնացություններուն մեզի մասնակիցը լալ, հաջող սիրելներ գայքեչիս վրա հավատ քույս սեր առաքելություն անգլերենով faith, hope, love, mission բոլոր ուրեմն հայտարարությունները կգադարեմ մեր հաջորդ ուխտակնացությունը Իտալիայի է այս տարի հոկտեմբեր 8-ին 21 2025-ին եկող տարի մենք եթե Երուսաղեմը բացվի Աստծո կամքով ճանապարհները բացվին Երուսաղեմ պիտի երթանք եթե բացվի դակավին ոյ մեկ հայտարարություն չմրած բայց Լիբանան պիտի երթանք այլապես հունիսի 9-22 եւ ապա սեպտեմբերի վերջը Ֆրանսա, Իսպանիա եւ Պորտուգալ ուխտի Աստված ցեզ արադաբես թողորտնե օրտնյալ եղեք